Հիմա արդեն եթերում ենք։ Ու գաղտնիքները պետք է բացենք, Տիկին Շլեփչյան։ Սիրելիներ, այսօր փետրվարի 23-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կենդանի լեգենդ, որի հետ պատիվ ունեմ այս պահին, քայլելու մեր տաղավարով, քայլենք Տիկին Շլեփչյան։ Ծննդյան օրն է։ Տիկին Շլեփչյան մեծ պատիվ է մեզ համար, որ ձեր ծննդյան օրը մեզ հետ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է։ Համեցեք նստենք ու պետք է զրուցենք։ Այդ կարող ենք դնել ժամանակավոր Այդտեղ հետեր։ այստեղ կդնենք։ Տիկին Շլեփչյան դեմ չեք, չէ, որ Մենք ձեր կողքը նստենք։ Ահա, Մենք ես ձեր կողքը կնստեմ նստենք, այստեղ։ համեցեք։ Բայց բացառիկ երևույթ է իրականում, հասկանում եք, մենք Դու հասկանում ես, մենք ինչքան բախտավոր ենք հիմա, Լեգենդար։ որ ձեր կողքին նստած, ձեր ծննդյան օրը, Տիկին Շլեփչյան Ինչ ասեմ, ես իմ ձեռքերը ձեր գլխին դնեմ։ Սա խնդրում եմ ֆիքսեք այս պահը, որովհետև գիտես հետո սա որքան թանկ պահ է լինելու մեզ համար։ Ինչպես է ծննդյան օրը սկսվել, Տիկին Շլեփչյան։ Ինչպես շատ սովորական այնպես առանձնապես զանգեր են եղել ժամը 7-ից սկսած արդեն շնորհավորանքի խոսքեր, բարի մաղթանքներ, մի խոսքով շատ պայծառ ու լավ առավոտ եմ ունեցել։ Բայց գիշերն էլ, չէ՞, ասացիք, որ երկար ձեզ զանգահարել են դեռ կես գիշերից սկսած։ Այո, ինչ արած չեմ քնել։ դե Բայց հարգելի պատճառը այսօր պետք է Անշուշտ։ շատ մարդ է ձեզ զանգարելու, ես մա փոքրիկ գաղտնիք կիսվեմ, որ մինչև եթե գալը այն ճանապարհը, որ փոքր անցնում ենք, Տիկին Շլեփչյանին շարունակում էին զանգարել, նա ստիպված էր ուղղակի հեռախոսը մի պահ անջատել, որպեսզի մենք ուղիղ եթերում լինենք, հարգելի պատճառ է, սա կարծում եմ դուք ինքներդ եք տեսնում։ Տիկին Շլեփչյան, լսում եմ։ նախ շատ շնորհակալություն, որ դուք մեր տաղավարում եք։ Շնորհակալություն, որ մեր հրավերը Ես չմերժեցիք։ չէի կարող չգալ։ Ավանդույթ է դարձել Առավոտ լուսոյի տաղավարում հանդիպելը հենց ծննդյան օրը։ Ինչի համար մենք ուղղակի ամբողջ թիմով երջանիկ ենք ու ընդունենք մեր Առավոտ լուսո թիմի անունից ի սրտե շնորհավորանքները։ Շնորհակալ եմ անչափ։ Մենք ուզում ենք ձեզ ամեն տարի մեր տաղավարում տեսնել ու ձեզ հետ ուղղակի շփվելը արդեն իսկ ուղղակի երջանկություն է։ Ես նախ շնորհակալ եմ։ Երկրորդը որ ես ամեն օր չէ, բայց գրեթե ամեն օր ձեզ եմ լսում եւ հպարտանում եմ։ Եվ մտածում եմ ինչպիսին էր առաջ այս հաղորդումը։ Եվ Մեզ ցուցակ էին բերում։ Երբեմն ինչ պիտի հարցնենք, որ թեմաների շուրջ խոսել եւ այլն։ Հիմա ես գիտեմ, որ մեծ ազատություն է տրված։ շատ Եվ այդ պատճառով գուցե դրա շնորհիվ ես ինձ շատ ազատ եմ զգում։ Ես գիտեմ, որ դուք հիմա հարցերով պիտի հարցակվեք, բայց չենք հարցակվի։ Չէ, ուղղակի հետաքրքիր էր, այ որ դուք հիշեցիք դեռ այն ժամանակ, երբ որ նույնիսկ հարցերն էր պատրաստված, դուք շատ ճիշտ եք, որովհետև համեմատաբար դեռևս շատ տարիներ առաջվա Խորհրդային Միության համենայն դեպս ու հիմիկվա ազատությունը շատ մեծ է։ Այո։ Բայց բացի ազատությունից, ինչ է փոխվել ձեզ այս տարիների ընթացքում հեռուստատեսությունում։ Այսինքն նկատի ունեք հեռուստատեսությունը։ Այո։ Ինչպիսին էր առաջ ու ինչպիսին է հիմա։ Առաջ ես կասեմ սկզբի մասին ուղղակի, որ դեռևս 1953-ի վերջից թե 54-ի սկզբից ամբողջ Երևանը ժողովուրդը լարված էին այն առումով, դրական առումով, որ բացվելու է հեռուստատեսություն, բայց բացվելու համար պիտի այնքան բան կառուցվեր, չէ։ Դե 3 տարի հետո 56-ին արդեն Նախ եւ առաջ այդ աշտարակը, որ որոշել էին սկզբում կառուցել շենքը կառուցել Դեմիրճյանի անվան փողոցի վերջավորությունում, այնտեղ տեղ կար։ Այդտեղ հետո մտածեցին քաղաքի մեջ այդ անցուդարձը, կոլեկտիվներ, երաժիշտներ եւ այլն չի լինի։ Դե աշտարակը 2 տարի ես նույնպես սպասում էինք աղոթելով, որ այդ աշտարակը ինչքան է բարձրանում, պատկերացնում եք, ժողովուրդը այնպիսի ոգևորություն ուներ, այնպիսի հույսեր էր կապում հեռուստատեսության հետ,
այսինքն այն ժամանակ նո փոքր ինչ ասենք, ինչքան ասենք անհայտ ասպարեզը։ Ճիշտ է, որովհետև բոլորը չէ որ դիտել էին Մոսկվայում կամ որևէ տեղ հեռուստատեսություն եւ հանկարծ բացվեց եւ ես ինչ ասեմ Այս տարի մենք նշելու ենք հպարտությամբ եմ հիշում առաջին օրը, որ ես Մոսկվայում տեսել էի, արդեն ինչ-որ չափով պատկերացնում ունեի, դուրս եկա, շնորհավորեցի ժողովրդին, բացեցի ծրագիրը, այն ժամանակ շատ փոքրիկ ծրագիր էր իհարկե, եւ ուրեմն այդպես մնացի ու մնացի։ Մենք 70-ամյակն ենք շուտով նշելու հերոսատեսության, երբ նայում եք հերոսատեսության անցած ճանապարհին, հիմա ձեզ համար հերոսատեսությունը վերելքի մեջ է։ Դժվարանում եմ ասել, որովհետև ժամանակը կյանքը ինձ այդպես թվում, այնպես սրընթաց է աճում ու արագ առաջ գնում, որ դժվար է ասել ինչպես կարող ենք մենք հետևել, չէ, անընդհատ։ Գուցե մի 5 տարի հետո լրիվ այլ վերելքում լինի։ Բայց բոլոր դեպքերում անշուշտ գտնում եմ, որ իհարկե գիտակցելով եւ ճանաչելով, որ չափազանց դժվար աշխատանք է, սկսած մեր սիրելի օպերատորներից, վերջացրած հաղորդավարներով, խմբագիրներ, այսքան մեծ կառույց, այսպիսի օրգանիզմ, որ շատ դժվար է կառուցելը եւ այդ բոլորը դու պիտի դուրս հանես եթերի եւ ժողովուրդը շնորհակալ լինի, դժվար բան է, շատ բոլոր դեպքերում մենք ես անձամբ եւ դա հասկանալի է, բայց ժողովուրդը այսօր չի պատկերացնում իր կյանքը առանց հեռուստատեսության, մարդը արթնանում է, առանց լվացվելու գնում է կոճակը սեղմում է, չէ, եւ քնելուց առաջ անջատում, այնպես որ ինձ համար հեռուստատեսությունը մի հարազատ կյանք է, ես կարծում եմ ձեզ համար նույնպես, որտեղ շատ վարակիչ աշխատանք է։ Շատ ճիշտ եք ասում, իրականում այդ վարակը կա ու վստահ եմ դուք էլ կփաստեք, որ հեռուստատեսությունը առհասարակ անկեղծություն է սիրում։ Անկեղծություն։ Անպայման։ Ու տրամադրությունը մարդու այնքան կարևոր է, թե յուրաքանչյուրիս մոտ դժվարություններ են լինում, անհաջող շրջաններ են լինում, բայց դու պետք է գտնես այդ ուժը, կամքի ուժը ու գաս ամեն ինչ մոռանաս, որ կարողանաս դրականը փոխանցես։ Դրա հետ մեկտեղ բացի մեծ թիմը, որի մասին քիչ առաջ խոսեց Տիկին Շլեպչյանը, քո հույզերը, քո իհարկե տրամադրությունը, քո ընտանիքի անցուդարձը, քո մի խոսքով շատ հարցեր կան, որ պիտի այո, այն կողմ դնես, դու պատկանում ես հայրենիքիդ, պատկանում ես սիրելի ժողովրդին։ Տիկին Շլեպչյան, աշխարհը վերջերս է սկսել կանանց իրավունքների մասին խոսել, կնոջ դերը կարևորել, բայց արի ուտես, որ դուք առաջին օրինակներից եք եղել դեռ այն ժամանակ, երբ աշխարհը անգամ չէր էլ պատկերացնում, որ պետք է խոսել օրինակ հավասարության մասին։ Ձեզ որպես կին դժվար է եղել, թե սկզբում դժվար չի եղել, քանի որ ընտանիք դեռ չեմ ունեցել, ուսանող էի ընդամենը, ուսանող էի, որ պարզապես հետաքրքիր էր, եկա ու այ քեզ բան, ու մնացի են էլ միակը, գիտեք ինչքան մարդ կար, 100-ավոր ուղղակի, 200 հոգու նայել էին, չէին գտել, ես Մոսկվայի այդ բանը եկա, հանձնաժողով էր եկել Մոսկվայից և ընդեղ ուրեմն բան կար, գլխավոր օպերատորը հայ էր, Վլադիմիր Կիրակոսով, որը 2 բառ գիտեր։ Հայերեն, ցավդ տանեմ ու Ազիզ ջան։ Ցավդ տանեմ Ազիզ ջան։ Վերջացավ, ոչինչ չգիտեր, իդեպ, հիմա Աստան կինոյի ամենամեծ և գլխավոր ստուդիան, դա գրված է իմենի Վլադիմիրա Կիրակոսովը, ես հպարտանում եմ, հայա չէ վերջապես։ Նրանք մինչև ինձ արդեն շատ մարդկանց են նայել, իսկ ես ընդամենը գնացել եմ դիտելու, որտև հարևանս
ռեժիսորերը եւ պետք է աշխատեր այդտեղ։ Ասեց ուզում ես գնանք, ասի բայց ես դասի եմ, դասից փախել եմ եկել եմ։ Դասից փախի գնացել եք։ Հա, եկել եմ դիտելու։ Ասма դու չես պատկերացնի այնտեղ ինչ է կատարվում։ Եվ հիմնականում կանայք էին աղջիկներ։ Հա, գնացի մի մեխերը ցծված էսպիսի բան կար, արկղ կար, նստացրեցին ինձ այնտեղ կինոպրոյեկցիոնում։ Ուրեմն նստել եմ, սպասում եմ, բայց այնտեղ ոչինչ չպետք է տեսնեմ, որ ով է դուրս գալի, ինչ են խոսում։ Վերջը հաջողվեց ինձ ASB մտնել, այն ժամանակով գիտեր ASB-ն ինչ է, ինչ չէ։ Վերջը այդպես նոր բոլորին նայեցին, հետո ասին там одна девочка сидит. Давайте пригласим. Ես էլի չիմանամ, ուր եմ գնում, ինչ եմ անում, բայց հասկացա, որ ինչ-որ անհանգստանում եմ շատ։ Պաստեն ասել են մի աղջիկ է նստած, եկեք հրավիրենք ու դուրս եկա, ինչ-որ մի ծրագիր հնարեցի։ հենց տեղում։ Տեղում, մանկական դե Մոսկվայում տեսել էի արդեն։ Հա, մանկական հաղորդում էր, լուրեր էր սկզբում բան, եւ չգիտես ինչի վերջում ասեցի հաղորդում նվիրված Վաղար Շվաղարշյանին, ժողովրդական արտիստ, իսկ վերջում ծրագրի վերջում մենք ներկայացնենք ձեզ մի չգնախ համերգ Գոհար Գասպարյանի կատարմամբ, ես մինչև այսօր հիշում եմ ինչ ասել։ Տեքստը մինչև հիմա հիշում եք։ Գոհարն էլ նոր էր բոլորովին եւ շատ էսպես մի անգամից ընդունվեց ժողովրդի կողմից շատ հրաշք էր դե Գոհար Գասպարյանը։ Հա, եւ այսպես ուրեմն մնացի, ինչ ասեմ, ինչե որս։ Ես առիթից ուզում եմ օգտվեմ, Տիկին Շլեպչյան։ Դուք առավոտ լուսո ծրագիրը գիտեմ հաճախ եք դիտում։ Գիտես ինչ, նայած Օր։ Չէ, երբեմն առավոտյան ինչ-որ տեղ եմ շտապում կամ տրամադրություն չունեմ կամ չգիտեմ, բան։ Կամ մենք ենք ջղայնացնում, մենք լավ չենք աջատում ենք հերնելանիցած։ Այդպես չի լինում։ Չէ, ես քանի որ շատ մոլեկուլար մանրամասնությամբ գիտեմ մեր աշխատանքը, ես պատկերացնում եմ, չէ, դա ինչ է, կարող ես ժպտալ, բայց զուգահեռ մտածես սրանից հետո ինչ եմ ասելու, մենք զարմանալի են հաղորդավարները, սա մեծ արվեստ է, շատ դժվար աշխատանք է, զուգահեռ մի քանի ուղղություններով մտածելը, դա իհարկե աշխատանքի ընթացքում են ձեռք բերում, որտեղ չի բանաս չէ, ու հատկապես ուղիղ եթերում ձեր արած աշխատանքները։ Շատ երկար տարիներ ուղիղ եթեր էր, այ չարած։ Տիկին Շլեպչյան, դուք ռուսաց լեզու եւ գրականություն եք ուսանել ժամանակին, բայց էր փայլուն հայերենը։ Ոնց է ձևավորվել։ Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ հենց առաջին բառերը փայլուն հայերենով եմ լսել։ Հայրս պատմաբան էր, չանաչված դասախոս էր, մի խոսքով մայրս բժշկական ասպարեզից էր, բոլոր դեպքերում հայերենը մեզ համար եղել է եւ հայրիկից եմ շատ լսել, թե ինչ բան է հայ լինելը, ինչ բան է հայերենը եւ ինչ բան է համակերպվես շատ բաների հետ կողքին, բայց առանցքում հայերենն է։ Հետաքրքիր է, ես երբեմն մտածում եմ, լավ ինչ եմ ռուս պետ գնացել։ Դա էլ ուրիշ պատմություն է, չէ՞։ Տիկին Շլեպչյան, հաշվի առնելով, որ այսօր ձեր ծննդյան օրն է, այսօր մենակ դուք եք բարեմաղթանքներ լսում։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Լրիվ ուրիշ բան եմ ասում։ Դուք եք այսօր լսելու միշտ բարեմաղթանքներ ամբողջ օրվա ընթացքում, որը արդեն կեսգիշերից սկսվել է, բայց այսօր ձեզ պետք է խնդրենք, որ դուք ձեր մաղթանքը ուղեք մեր հեռուստատեսության աշխատակիցներին, մեր ընկերներին, գործընկերներին, ինչպեսին կլինի ձեր բարեմաղթանքը մեր հեռուստադիտողներից բացի, մեր հեռուստաաշխատողներին։ Ինչ ասեմ, ինձ թվում է, որ հեռուստատեսությունում աշխատող բոլոր անձինք, անկախ նրանից հաղորդավար են, ռեժիսոր են, թե խմբագիր են, թե ինչ են, ինչ որ է, հա, պիտի նախ նվիրված լինեն մեր ժողովրդին,
նվիրված լինեն մեր հարազատ երկրին, կրթություն ունենան, զարգանան, հետաքրքրվեն աշխարհի բոլոր ամբողջ անցուդարձին։ Ես գիտեք ինչ, սա մի այնպիսի ասպարեզ է, որ սինթեզ է եւ գիտությունների, եւ առարկաների, եւ տրամադրությունների, եւ սիրո։ Ամենակարևորը։ Եվ սիրո։ Եթե այդ բոլորը միացնես, մի քիչ էլ մտածես, թե ինչու ես դուրս գալիս եթեր, չէ՞, դա շատ կարևոր է, ոչ թե քեզ ցույց տալու համար, այլ ինչու ես դուրս գալիս եթեր։ Մեր սիրելի ժողովուրդը, ես միշտ նվիրված եմ եղել, միշտ նվիրված եմ եղել։ Ինչ արած, տարիքը է։ Շատ գեղեցիկ տարիք, շատ տարիք չենք ասելու, բայց շատ գեղեցիկ տարիք է։ Հաշվի առնելով ձեր տեսքից հրաշալի տեսք ունեք Տիկին Շլեպչյան։ Շնորհակալ եմ։ Տիկին Շլեպչյան, Ամեն ինչ հարաբերական է։ Դուք միշտ էկրանին եք եղել ու հանրության ուշադրության կենտրոնում եք եղել։ Հետո երբ արդեն այդքան էլ շատ էկրանին չէիք, հասցրել եք ապրել, որովհետև ժամանակին ասում էիք, որ դուք չեք հասցնում ապրել ձեր կյանքը, որովհետև անդադ ուշադրության կենտրոնում եք։ Դժվար բան է, ինչ ասեմ։ Պիտի համակերպեք, մտել եք, պիտի քաշեք այդ բոլորը։ Պիտի տանեք անպայման, որովհետև ձեր մի տհաճ շարժումը, խոսքը, ձեր հայացքը, ձեր վերաբերմունքը ժողովրդի եւ այլն, այդ բոլորը գրվում է դեմքի։ Ռենգենի պես, ինչպես դուք եք ասում։ Տիկին Շլեպչյան, շատ շնորհակալ ենք, որ եկաք, որ համաձայնեցիք ձեր ծննդյան օրը մեզ հետ սկսեցիք։ Շնորհակալ եմ, շատ ես էլ եմ շնորհակալ, ինձ համար անակնկալ էր ճիշտ ասած։ Մենք երբեմն մեր գրաֆիկից ելնելով զբաղվածությունը շատ է լինում, բայց ես իմացա, եթե մյուս անգամ խնդիր լինի, ես ձեզ կխնդրեմ, կգամ ձեր հետևից, մենք միասին կարող ենք ուղիղ եթեր վարել։ Դուք լրիվ մարզավիճակում եք, ամեն ինչ ընտիր է ու շատ շնորհակալություն որ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը։ Ես եւս մի անգամ ուզում եմ դիմել մեր հերոստատիտողներին եւ հայտնեմ իմ երախտագիտությունը, իմ շնորհակալությունը ձեզ սիրելի հերոստատիտող եւ իմ հարգանքն ու հպարտությունը, որ նվիրում եմ ձեզ եւ միշտ եմ համակված եղել դրանով։ Վստահ եմ նույն արձագանքը հիմա ստանում եք նաև էկրաններից այն կողմ։ Եթերում Առավոտ լուսոներ, մեզ միացեք նաև վաղը։ Հաջողություն։